Պարոն Անտոնյան, դուք նշում եք, որ պետությունն է այդ ամբողջ քաղաքականությունը վարի։ Լավ, հասկանալի է, որ ենթադրենք Սերժ Սարգսյանը ուզում է ամեն ինչ ինքը անել։ Լավ, պետության մեջ չկան այնպիսի ուժեր, չկան այնպիսի մարդիկ, որոնք պայքար են այդպիսի պետություն ունենալու համար։ Այսինքն, ես ուզում եմ հասկանալ, մեր հասարակությունը ամբողջովին միջև վերջ դեգրադացված է, այլևս հնարավորություն չունի նման ուժեր ունենալու, եւ այսպես մենք պետք է շարունակենք։ Չէ, ասեմ խնդիրը որն է, հասարակությունը իհարկե դեգրադացված չի, բայց հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ է ներկայացնում իրան։ Ասենք ցանկացած քաղաքական ուժ, լիդեր, եթե նա համարում է, որ ինքը հասարակության սերուցքն է, եթե ինքը այդպես է իրան համարում, ինքը պետք է հասարակության առաջավոր իդեաներ տա։ Ասի սա ճիշտ է, սա այսպես գնանք եւ հասարակությունը ընտրություն կատարի։ Այսօր ինչ են առաջարկում հասարակությանը, որ ընտրություն կատարի։ Դրա համար ասենք դեմը հիմա ասենք ընտրություններ ալնելու, մարդը պետք է մտածի, արդեն հասկացավ հեղափոխություն չի լինելու։ Այսինքն արդեն հասկացավ, որ ինքը գնա ձայն տա իշխանությունը վերանա չի լինելու։ Ուրեմն այս էվոլյուցիոն ճանապարհը երկու ձև կա։ Կամ պետք է ժողովուրդը մշտապես պարտադրի իշխանությանը բարեփոխվել, եւ մեկ էլ վերևից պետք է բարեփոխում գնա նաեւ ներքևի պարտադրանքը, որ ամեն օր երկրի վիճակը լավանա, այն աշճանի լավանա, որ իշխանությունը հաշտվի այն մտքի հետ, որ թե ընտրության պարտվի էլ հանգիստ գնա տուն։ Այսինքն մենք այս վիճակին ենք, չէ՞ եկե։ Դե բերեք մարդկանց ճիշտն ասենք ինչա կատարվում։ Առաջիկայում հեղափոխություն չեն անելու։ Անողները ասել են ձեր քաշեք մեզանից։ Եթե ժողովուրդը չի ուզում խաբվի, նա պետք է գնա այդ էվոլյուցիոն ճանապարհը ռացիոնալ ընտրի։ Ասի դե լավ, այդ դեպքում ինչ են գանում, երկու ճանապարհ։ Առաջինը ցանկացած հարց, որը երկրում վատ է, իշխանությանը ստիպենք դա լուծել, եւ երկրորդ, իշխանությունը ցանկացած հաստագլխի եթե կփոխարինի մեկ ուրիշով, մենք համարենք դրական բան։ Իշխանության որակը պետք է փոխվի երկու ձևով, վերևից եւ ներքևից։ Սակայն հասարակությունը չի ուզում պարտադրել, իշխանությունն է չի ուզում հաստագլուխներին փոխել։ Հարցը որն է, հասարակությունը չի ուզում պարտադրել, որովհետև նա անընդհատ հասարակությանն ասում են, որ պետք չի որ իշխանությունը բարեփոխվի։ Իրանք ավազակեն, թող դե ավազակել մնան։ Բայց դե ասում են դե ավազակեն քշենք, ասում եմ չեմ կարող։ Այսինքն սա է խնդիրը։ Հասարակությունը պետք է հասկանա, որ եթե 20 տարի իրան չասեին, եկուց փոխում ենք 3 օր հետո էլ փոխելու առիթով խորոված ենք անելու, այս ինչ տեղերն է ցույց տային արդեն մաղալը բանը դնեին, այդ հասարակությունը 20 տարում արդեն բավական էվոլյուցիոն քայլերով առաջ գնացած կլներ։ Ամեն օր խափեցին, ասին, այսօր ենք անելու, մենք ժամանակ չունենք, նրանք ովքեր ասին հետևողական քայլերով եկեք առաջ գնանք, նրանք բոլորը համարվեցին իշխանության պատվեր կատարող, դե հիմա միատնայենք ով է իշխանության պատվեր կատարող, հո այդքան բարդ չի։ Այսինքն, այստեղ այսպես ծայրահեղական մոտեցումները տապալում են երկրի զարգացումը, ես այդպես հասկացա, հեղափոխական մոտեցում։ Ոչ թե հեղափոխական, եթե հեղափոխականը տիրատեսական է, եթե կարողանում ես ասես, պետք է անես հեղափոխություն, եթե ասում ես։ Եթե հեղափոխություն անողը ի վիճակի լինի, այսօր ես տեսնեմ, որ նա ի վիճակի է հեղափոխություն անել, առաջինը կգնամ կողքը կկանգնեմ։ Այսինքն, որտեղ այդ զգացողությունը պետք է ժողովրդի մեջ չմեռնի։ Արագ փոփոխություն անելու, կտրուկ փոփոխություն անելու, երկիրը օր առաջ լավ տեսնելու ձգտումը եթե մեռավ, ժողովուրդ չի։ Դա պետք է լինի, բայց այն որ երջանկայաշատակ Օտո ֆոն Բիսմարկը ասում էր քաղաքականությունը հնարավոր է արվեստ է, ես էլ թույլ եմ տվել ավելացնել, այլ ոչ թե անկթածակ զորբաների համքարություն։ Խնդիրը հենց դրան է վերաբերվում, որ դուք դե իրատեսական քայլերով եթե տեսնում, այսինքն իրանք արդեն համոզվեցին, որ հեղափոխություն չեն կարող։ Բալավ այդ դեպքում ինչ է առաջարկում այս ժողովրդին։ Լավ, այդ դեպքում մենք 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ 2013 թվականի նախագահական ընտրություններին ձեր կանխատեսումներով ինչպիսի իրավիճակ կստեղծվի։ Վստահաբար, եթե ուժերով մոտարապես ասեմ այսպես, կլինի Հանրապետական կուսակցություն Բարգավաճ Հայաստան, որոնք կմասնակցեն ինքնուրույն արդեն դրա մասին էլ ենք խոսել, կլինի մի հատ ուժ կձևավորվի Սերժ Սարգսյանի կողմը, մի հատ ուժ կձևավորվի բավական էլի մեծ տես կոնսոլիդացնող ուժ, պայմանական ասեմ Ռոբերտ Քոչարյանի կողմը, որտեղ դեռ ինքը չի ասել, որ ինքը գալիս է։ Բայց դեռ ասենք կլինեն կուսակցություններ, որոնք որ հատկապես խնդիրը կձևակերպի հետևյալ կերպ։ Հայրենիքը վտանգված է։ Ու տեղ արդեն խնդիր չկա, ով է շատ գողացել, ով է քիչ գողացել, ով է լավ, ով է վատ։ Որտեվ եթե արդեն հայրենիքը վտանգված է ալնում, զինվոր բան, որ ազնվական բոլորն իրար կողք կանգնում են եւ այդ վտանգի դեմը առնում են։ Այսինքն այսօր եթե այդ վտանգի գիտակցողները հավաքվեն միտեղ, եւ ֆիզիկայի օրենքներն ու դեմ չեն գնալու, այսինքն եթե մեծ է մասսան ձգողական ուժն էլ է մեծ։ Այսինքն ու ով մեծ կլինի, նրանք կմիանան։ Մեկին կհրավիրեն կասեն արի մեզ միացի, մեկին էլ իրանք կմիանան։ Թե ով կհայտնվի այդտեղ
Քոչարյանը կհայտնվի, մյուսը կհայտնվի, դա արդեն երկրորդ կողմն է։ Այսօր խնդիրը նա այդ վտանգի գիտակցումը ստիպում է կոնսոլիդացվել։ Առավել ևս որ տեսնում են, որ իշխանության վրա ճնշում չկա ընդդիմության կողմից։ Դաշտը բաց է։ Այստեղ հայրենիքը վտանգված է այդ գաղափարախոսությունը շահարկվելու է, թե իրական մտածող մարդիկ են հավաքվելու այդտեղ։ Ասեմ, միանշանակ հավաքվելու են մարդիկ, ովքեր որ իսկապես այդ մտահոգությունն ունեն, բայց մտահոգությունը սուր ներկայացնելը կամ ինչ որ ցցուն ձևով ներկայացնելը կարա եւ շահարկել լինի եւ կարա զգոնության կոչ լինի։ Այսինքն հո մենք չենք պատկերացնում, որ ցանկացած բան որն ասում է, ճիշտը որն է, այդ ինչ գործիքով պիտի չափենք, թե իմանանք դա շահարկում է, թե մտահոգությունը ավելի սուր ձևով արտահայտելու ձև էր, ավելի սթափ ձևով, ասենք կոչ անելու ձև էր, չէ՞ որ ժողովուրդը իներցիա ունի։ Քաղաքական գործիչը պետք է ավելի սուր ձևով ներկայացնի այդ ամեն ինչը, որ մինչև վերջինին գնահատի, չէ՞։ Սակայն այս պարագայում մենք կրկին ունենալու ենք, ասենք 2008 թվականի նման ընտրություններ կամ 2007 թվականի որակական առումով։ 2007 թվականի նման չենք կարող, որտեղ այնտեղ ընդդիմությունը մի քանի դեմքով ներկայացավ ու բոլորը ձախողվեցին։ Ընդհանրեն ասած ժառանգությունը, որն էլ հիմա այնքան խնդիրների մեջ հայտնվեց, որ եթե ինքը ինքնուրույն գործի շատ դժվար կարողանա ինքը կոնսոլիդացնող ուժ լինի եւ ինքը կարողանա ինքնուրույն թեպետ ցավով եմ ասում, որտեղ շատ հարգում եմ այդ մարդկանց։ Հա, բայց այդ է խնդիրը։ Այսինքն ձևաչափերից դուրս մնաց ինքը խնդրեմ կունենա։ Այստեղ տարբերվում է նաև ինչով, ես ասացի, առաջի անգամ տարբերվում է, որ հեղափոխական կարգախոսով չեն գնալու, նրանք ովքեր նաև կհայտնվեն այդ խնդիրը չեն կարող լուծել, իշխանության մեջ գնալու է հավասարազոր ուժերի միջև ապայքար գնալու, եւ նրանք ունեն եւ լծակներ, եւ փող, եւ ուժ, եւ իշխանություն, եւ այսինքն այս որակապես այլ ալնելու այդ ընտրությունը։ Եվ ամեն մեկը փորձելու է ցույց տա, որ կրիմինալը ես չեմ։ Այսինքն ամեն մեկը պետք է ցույց տա, որ հաստագլուխներն ու կրիմինալները նրա մոտ է, նայել պետք է ասի, չէ, իմ մոտ է, նրա մոտ է։ Դրա համար ամեն մի թևում պետք է ստեղծվի քաղաքական ու հասարակական գործիչների մի հատ կոնսոլիդացնող, մի հատ ուժ պետք է ստեղծվի, որը որ պայքար պետք է մղի այն մյուս թևի հաստագլուխների հետ։ Այսինքն քաղաքականացվելու են ընտրությունները ավելի շատ։ Ոչ թե քաղաքականացվելու են, ավելի պրակտիկ գործ է դառնալու։ Պետք է հասկանան, որ այն մարդը, որը ասում է ընտրակեղծիք թույլ չեմ տալու, նա այդ լծակը ունի թույլ չտալու։ Որտեղ իրանք ընտրատեղամասերում մարդիկ էլ ունեն, ի վիճակի են մարդիկ պահել։ Ու նրանց չես կարող վախացնել, որտեղ նրանք էլ իշխանություն ունեն։ Փող էլ ունեն, լծակներ ունեն, իշխանություն ունեն։ Այս է խնդիրը։ Այսօր գնալու է պայքարը իշխանության երկու թևերի միջև։ Այստեղ դուք նշեցիք, որ յուրաքանչյուր կողմ փորձելու է ձեռբազատվել այդ կրիմինալ հանցագործ կերպարից։ Արդեն հասարակության մեջ կամ իրենց մեջ զգում են, որ կրիմինալ հանցագործ լինելը վատ բան է։ Որովհետև ես ինչքան հասկանում եմ, հասարակության կողմից գոնե շատ նորմալ ընդունվում է այդ հանգամանքը, նույնիսկ ասենք հպատակվում են այդ տիպի մարդկանց, այսինքն այդքան էլ վատ բան չի կրիմինալ հանցագործ լինելը։ Խնդիրը սա է, երկու կողմն էլ ասենք նման մարդիկ պետք է լինեն, հասարակության մեջ դրանք կան եւ որոշակի ազդեցություն ունեն, բնական բանա ոչ մեկը չի թողի, որ դա իր մոտից դուրս մնա, որտեղ գիտի իր մոտից դուրս մնաց, այն մյուսի մոտ հայտնվելու։ Բայց միևնույն ժամանակ նրանք հասկանում են, որ դրանով խնդիրը չի լուծվում։ Այդ կրիմինալ հանցագործը, այդ ուժերը, այդ փողը, այդ ամեն լծակները վարչական օգտագործում էր ընդդիմության դեմ, որտեղ նա կոդեմ հանում էր ժողովրդին, նա այդ դրանով էր փորձում կոմպենսացնել, չէ՞։ Հիմա եթե այսօր իրար մեջ է, որոնք այդ նույնը ունեն, կռիվը դրա մեջ չի գնալու։ Ընդհակառակը ամեն մեկը փորձելու է ասի, որ ես գալիս եմ թարմի ձյաներով, ամեն մեկը գալիս է որ ես նորի ձյաներով, այսօր իշխանությունը պետքա փորձի ասի, ես գնում եմ բարեփոխման, որը որ իրան մոտ առայժմ չի ստացվում, եթե իրոք ստացվի անկեղծորեն, առաջինը ես կողջունեմ։ Ես որևէ ձևով կողմնակից չեմ, էլի, այն չարախնդալը փոքր մարդկանց բան է։ Պուճուր է, փոքր էլ չէ։ Այսինքն ես կուզենա, եթե իշխանությունը մի լավ բան ունի, հաճույքով կասեմ, բայց առաջում այդ բարեփոխումը ես չեմ տեսնում։ Բայց եւ միևնույն ժամանակ այն թևը, որ ասում է ես կգամ, այսօր առաջնահերթ է դառնալու ոչ թե սոցիալական խնդիրները, առաջնահերթ է դառնալու հենց արտաքին քաղաքական ճնշումներն ու մարտահրավերները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երկրի վրա։ Դա Ղարաբաղի հետ կապված հարց է, դա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված է, դա Իրանի հետ կապված խնդիր է, Վրաստանի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում։ Դրանք ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ Այսինքն այսօր ձևավորվելու է ուժ, որ մարդը տեսնի, որ նա ի վիճակի է գա իշխանության կամ ի վիճակի է իշխանությանը պարտադրել չսխալվելու։ Սա է ճանապարհը։ Լավ է թե վատ է, ես որևէ մեկին չեմ ռոպագանդում։ Իմ գործը ճիշտ կարծիք հայտնելը, իմ տեսանկյունից կարծիք հայտնելն է, սա է հարցը։ Պարոն Անտոնյան, թերևս վերջին հարցը, այդ ուժը ձևավորվելիք կամ արդեն ձևավորված, չգիտեմ,
որակապես տարբերվելու են ներկայիս իշխանություններից, թե կրելու են նույն որակները։ Որակապես տարբերվել ասել դժվարանում եմ ասել, որովհետև նրանք այդ իշխանության հետ են եղել բավական տևական ժամանակ եւ այդ իշխանության մաս են կազմել։ Այսօր պարզապես անարդյունավետ կառավարումն է ստիպում են մյուսների տեղը հիշել։ Դրսի ճնշումներին չեն կարողանում միանձնյալ դիմակայել, անարդյունավետ կառավարման պատճառով է եղել։ Այստեղ եսի մնաց մի վեհ բաներ չկա, որ ասենք, որ այս սա ստիպելու է, որ նրանք որակապես այլ են։ Պարզապես խնդիրները այո կարող է այդպես լինել, որովհետև առիթ եղել է այս հենց 2008 թվականին եմ ասել, որ բանակցային մի հատ նշաձող կար, որը որ վերցրել էր երկրորդ նախագահը, դրանից ներքև նշաձողը թույլ չի տա իջացնել։ Հենց զգան, որ այդ նշաձողը իջնում է, Ղարաբաղցիք իրանք կգան կլծվեն, այդտեղ կասեն մեզ տեղ կանգնեք։ Այսինքն դա միշտ ինիկատիվ է։ Ղարաբաղյան գործոնը միշտ ակտիվ է։ Այսօր ինչքան ուզում է քաղաքականության մեջ Ղարաբաղյան գործոնը թվում է թե շատ пассив են բանակցության մեջ, ու մի տեսակ Ղարաբաղին հերո են պահել Երևանյան գործընթացների ժամանակին ավելի ակտիվ էին, եթե հիշում եք։ Ղարաբաղյան իշխանությունները հայաստանյան process-ների մեջ ավելի ակտիվ էին մասնակցում։ Նույնիսկ եթե դա այդպես է, նրանց մոտ դա ավելի զգայուն է։ Եթե նրանք զգան, որ արդեն Հայաստանի իշխանությունները բավարար չափով չեն կարողանում դիմակայել, ու այս գործընթացը այնպեսին է առաջացել, որ նաև Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության են եկել եւ տարածաշրջանը մեզ ստիպում են զիջումների գնալ, Ղարաբաղցիք իրանք կգան կլծվեն ստեղ ու կասեն մեզ տեր կանգնեք, ես առիթ եղել, աստեղ եմ ասել, միատար չի, միայն Սերժ Սարգսյանը չի, այնտեղ Ռոբերտ Քոչյանի ֆակտոր կա, Սամվել Բաբայանի ֆակտոր կա, էլի մարդկանց ֆակտոր կա, որոնց կասեն ինչ եք նստել, վեր կացեք։ Այսինքն նրանց կստիպեն պահանջված լինել։ Հանկարծ չմտածեք, որ այդ մարդիկ ընտրություններով են իշխանության գալու, որ մենք ասում ենք ինչ որ մեկը կանգնեք ասի իրանք որ գան լավ կլինի։ Դրա մաս դա չի լինելու։ Նրանք պահանջված են լինելու առաջինը Ղարաբաղի կողմից այդ արձագանքը ազդակը պիտի գա, որտեղ նրանց մոտ ավելի զգայուն է, եւ այստեղ իշխանությունը տեսնելու է, որ իրանք թույլ իշխանության ենթակայության տակ անընդհատ տուժում են, այս բարեփոխումներից չի կատարվում եւ ամբողջը հարկային բեռ ամեն ինչ իրանց վրա է անգնում, ասա բայել ինչի համար այս ընտրություններն արեցին, ընտրեցին։ Այսինքն դա օգտագործվելու է այդ գործոնը, Ղարաբաղի գործոն, արտաքին ճնշում եւ իշխանության բուրգի մեջի դժգոհություններ։ Սա է բերելու փոփոխություն։ Դա համար դե շատ մեծ որակների մասին չի խոսքը, չի էլ կար այդպիսի որակներ լինի։ Շնորհակալություն, պարոն Անտոնյան, ցավոք սրտի մեր ժամանակը սպառված է։ Հարգելի հեռուստադիտողներ, ինձ մնում է միայն հիշեցնել, որ այսօր մենք հյուրընկալել էինք Դեմպրոս հասարակական կազմակերպության նախագահ քաղաքագետ Էդվարդ Անտոնյանին։ Ստեսյուն եւ ամենայն բարիք։